Վերջին մի քանի ամիսների ընթացքում հասարակությանը կարևոր իրադարձություններից շեղող բազմաթիվ ինֆորմացիոն հոսքերը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում կարծես տվերել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող գործընթացները, որ փուլում են դրանք եւ կան արդյոք գործընթացներ։ Համանազատման process-ի վերաբերյալ մեր բոլոր նամակները կամ մնում են անպատասխան, կամ պատասխանները բովանդակային չեն լինում։ Այն տարածքները, որոնք սահմանազատվում են կամ նախատեսվում է սահմանազատել, անբնակ չեն։ Այդտեղ կա բնակչություն, այդտեղի հողամասերը օգտագործվում են եւ այդ բնակչության համար ինքը զգայուն թեմա է։ Բոլորովին վերջերս կարելի է ասել ուղղակի պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, թե Հայաստանի խնդրանքով Վրաստանը եւ Հայաստանը կապող գազատարի 5.5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի։ Նշվում է նաեւ, թե գազատարի հայկական հատվածը գտնվում է եռակողմ վրաց-հայկական-ադրբեջանական սահմանային գոտում եւ ականապատվել է 1990-ական թվականների։ Ըստ քաղաքագետների սա եւս ադրբեջանական պահանջ է եւ հնարավոր է, որ դա տեղի է ունենում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակում։ Իդեպ կառավարությունից էլ չեն բացառում, որ դա սահմանազատման հետ է կապված։ Ես ենթադրում եմ, որ Ադրբեջանի կողմից պահանջ կա նաև այդտեղ սահմանազատել հօգուտ Ադրբեջանի եւ այդ հատվածում սովետական սահման գծել։ Եվ այսպիսով Ադրբեջանը ենթադրաբար պահանջում է այդ գործընթացը նախաձեռնել մինչև ընտրություններ, ինչպես որ բազմաթիվ այլ գործընթացներ։ Պաշտոնապես հերքվեց լուրը, թե անցած տարվա ամռանը Ադրբեջանը դիրքային առաջխաղացում եւ բարելավում է ունեցել Գեղաքունիքի մարզի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Քաղաքագետ Միքայելյանը իր վերլուծությունները ունի։ Վարդենիսից հարավ Ադրբեջանը իրականացնում է ամրաշինական աշխատանքներ։ Շորժայից հարավ մոտեցում, այդտեղ Ադրբեջանը հիմա իրականացնում է լայնածավալ շինարարություն իր ինժեներական դիրքերի կառավարում եւ այլն։ Ըստ փորձագետների Ադրբեջանի համար սահմանազատման եւ սահմանագծման համար վերցված 1975 թվականի խորհրդային քարտեզը ամենաբարենպաստն է, սակայն այս դեպքում նույնիսկ փորձագետի համոզմամբ Ադրբեջանը չի ընդունում որպես փաստ, քանի որ երկիրը 2020 թվականից հետո հայտնվել եւ օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 250 քառակուսի կիլոմետրը եւ նպատակ էլ չունի դուրս գալ այնտեղից։ Ադրբեջանը իրավիճակային լուծումներով այն քարտեզը, որ այդ պահին իրան հարմար է, այդ քարտեզն ավտարակոչում։ Բանակցությունների սահմանագծման սահմանազատման գործընթացի հիմքում դրվող իրավական փաստաթուղթ կոնկրետ մեկ թվականի քարտեզ գոյություն չունի։ Ադրբեջանը այդ տարածքներից իհարկե դուրս չի գալու, իդեպ նաև Իշխանասարի մոտ Ադրբեջանը ստեղծել է պլատֆորմ, որտեղ Սյունիքի բավականին նեղացված է եւ ավելի խոցելի, առավել խոցելի այսպես։ Ջերմուկի հատվածում են դիրքեր կառուցում, Տիսյանի հատվածում են դիրքեր կառուցում, այն հատվածում, որոնք ուզում են սուվերեն տարածք։ Հայաստանի ինքնիշխան տարածքում հայտնված ադրբեջանական զինված ուժերը հիմա ավելի բարձր դիրքերում են եւ ավելի պաշտպանված են, քան Հայաստանի զինված ուժերը։ Ադրբեջանը զբաղեցրել է գերիշխող դիրքեր, ուղղակի ինչ-որ տարածք չի վերցրել, տարակուսի կիլոմետրով այդ տարածքը չափել չի, այդ տարածքը ունի ռազմավարական նշանակություն եւ ադրբեջանական դիրքերը հիմա հայկական դիրքերից շատ դեպքերում մոտ 600 մետր բարձր են։ Իշխանական թևը հայտնել էր, որ սահմանազատման գործընթացը կշարունակվի Տավուշի մարզում, սակայն հստակ չի նշվել, թե որ կոորդինատներում։ Կառավարությունից ուղղակի հայտնում են, որ այս պահին հողի վրա գործընթաց չկա եւ յուրաքանչյուրը ինչ-որ մի պահի հասնելու համար իր տնային աշխատանքն է անում։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակներում Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի վարչապետի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին։ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ունեն զարգացման դինամիկ բնույթ եւ ընդգծել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Եվրամիության հետևողական աջակցությունը։ Հանդիպան ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցերի։ Վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները, շաբաթը 5 օր հաճախականությամբ, այս մասին գրել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաչյանը։ Մինչև 400 քառակուսի մետր հողամասում կարելի է տուն կառուցել։ Գործադիրը հանել է փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը։ Քաղաքաշինության կոմիտեն փոխել է շինարարական կարգավորումները եւ հիմա մինչև 400 քառակուսի մետր տնամերձ հողամասում կարելի է տուն կառուցել, պահպանելով ճանապարհի մուտք-ելքը, հակահրդեհային եւ քաղաքաշինական նորմերը։ Փոփոխությունը վերաբերում է ավելի քան 45,000 հողամասի, որտեղ մինչ այս
արգելվում էր կառուցապատում իրականացնել, այսինքն այդ հողերը մտնելու են տնտեսական շրջանառության մեջ։ Էականը չի, ասենք այդտեղ մի քիչ տարած պահվում էր իրար միջև չէր պահվում, մեկ այդ 3 մետրը նորմատիվներով պահվելու է, պատից հեռավորություն կամ հարևանի ստորագրությամբ կպցնում ենք իրար, ոնց որ ասած, այսինքն այդ տեսքի առումով արտաքին տեսքի, ասենք փողոցից, ճակատից բան, ինքը այդպես հարց չի լուծելու, էական չի, հա, մարդկանց ավելի նպաստավոր կլինի, որտեղ փոքր հողի վրա կարող են իրանց ուզածը իրականացնել։ 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը նվազել է։ 2021-25 թվականներին աշխատանք փնտրողների թիվը կրճատվել է գրեթե կեսով՝ 86,000-ից 46,000-ի։ Նույնը վերաբերում է նաև գործազուրկներին, ինչը ցույց է տալիս, որ քաղաքականությունը արդյունավետ է եղել։ Վերջին տվյալները ցույց են տալիս հետագա նվազում, բայց ոչ այնքան արագ, քանի որ որոշ անձինք գրանցվում է սոցիալական երաշխիքների համար, իսկ աշխատանքի տեղավորումների նվազումը կապված է ժողովրդագրական եւ տեղահանված անձանց տեղավորման գործոնների հետ։ Այս մասում մենք ակնհայտ օրենքի խտրականություն ունենք քաղաքական պայմանագրերով աշխատող քաղաքացիների շուրջ, որոնք իմ ունեցած տվյալներով մի քանի հազար են։ Ես ինքս վերջին 7 տարին քաղաքական պայմանագրերով եմ աշխատում, բնականաբար չեմ ուզում ձեռք բերել, խոսքի մասին չի, բայց օրենքը ըստ էության հենց սկզբից արգելում է քաղաքականով աշխատող մարդկանց օգտվել եկամտային հարկի վերադարձի իրավունքից եւ ես կարծում եմ այստեղ որպես առաջարկ պետքա փոփոխություն անել օրենքի մեջ եւ այդ որոշումը թողնել բանկերի վրա, որոնք հավանաբար ավելի ռիսկային կհամարեն իմ պայմանագիրը։ 9-րդ դասարանի գրականություն եւ Հայաստանի պատմություն ավարտական քննությունների ձևաչափում կատարված փոփոխությունները, որը վերաբերում է քննությունների էսեի ֆորմատով անցկացնելուն, ծնողների եւ երեխաների մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Նոր փոփոխություններով սովորողները ստանալու են 2 տեքստ՝ գրական ստեղծագործության եւ պատմական իրադարձությանը վերաբերող, որոնց ծանոթանալուց հետո սահմանված ժամանակում պետք է գրեն էսեն, փորձելով մտքերը արտահայտել տեքստերի վերաբերյալ եւ դրանց միջև կապեր գտնել։ Նոր չափորոշիչը ենթադրում է ոչ միայն գիտելիքների ձևավորում, այլ նաև կարողությունների, հմտությունների, արժեքային համակարգի ձևավորման ուղղված ավելի ընդգծված եւ ծավալուն աշխատանքներ, հետեւաբար միայն օրինակ թեստերի կամ բանավոր քննության միջոցով հնարավոր չէր լինի այն ամբողջ շրջանակը, որը հանրակրթության չափորոշիչն է սահմանել վերջնարդյունքների կամ կարողունակությունների տեսքով ստուգել։ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ վերահսկողություն է իրականացվել ձվի արտադրության եւ իրացման շուկայում։ Ստուգումներ են անցկացվել մի շարք արտադրողների եւ վաճառքի կետերում, նմուշառումների ու հսկիչ գնումների միջոցով։ Արտադրական փուլում խախտում է արձանագրվել միայն մեկ կազմակերպությունում, իսկ իրացման շուկայում մի շարք ապրանքանիշերի ձվեր չեն համապատասխանել սահմանված որակի պահանջներին։ Խախտումներով խմբականակները հանվել են շրջանառությունից, տրվել են դրանց ոչնչացման կամ հետքանչի ցուցումներ, վերահսկողությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանությունը վերջին մի քանի օրերին ձերբակալել է տարբեր երկրների կողմից հետախուզման մեջ գտնվող մի քանի անձանց։ Նշվում է, որ նրանցից 2-ը հայտնաբերվել եւ ձերբակալվել են Զվարթնոց օդանավակայանում։ 30-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր Մոլդովայի Ինտերպոլի կողմից, մեղադրվում է խուլիգանության մեջ։ Նրան ձերբակալել են մարտի 27-ին։ 36-ամյա տղամարդն էլ ձերբակալվել է մարտի 29-ին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո։ Նա փետրվարի 11-ից Վաշինգտոն քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության եւ համակարգչային հանցագործության մեղադրանքով։ Նրա համար խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Գրեթե մեկ ամսվա տեղումները մեկ օրում ինչպես նախապես կանխատեսել է շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերոբութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։ Մարտի 27-ից մեր հանրապետությունը գտնվում է հարավից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։ Առավել ինտենսիվ փուլը գրանցվել է մարտի 27-ից 28-ը, սակայն տեղումները շարունակվել են նաեւ հաջորդ օրերին, ընդգրկելով գրեթե ողջ երկրի տարածքը։ Ամերիկայի նախագահը պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ։ Խաղաղության պայմաններն արդեն հայտնի են Թեհրանի իշխանություններին, նման հայտարարությամբ է հանդես եկել Ամերիկայի պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը։ Այնուամենայնիվ, եթե Իրանը բավարար խելամտություն ունենա, ապա գործարք կգնքի։ Լրագրողների հետ նախատեսված ճեպազրույցի ժամանակ նշել է Պենտագոնի ղեկավարը։ Նրա խոսքով նախագահ Թրամփը կգնա գործարքի։ Նա պատրաստ է եւ գործարքի պայմանները նրանց հայտնի են, հավելել է Հեքսեթը։
Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության փորձը ոչ միայն մեզ համար, այլև ամբողջ աշխարհի համար անընդունելի է։ Ալ Ջազիրային տված հարցազրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է նաև, որ անկախ Իրանի գործողություններից ջրային ուղին կմնա բաց։ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության հավակնությունը ստեղծում է վտանգավոր նախադեպ։ Ստացվում է, որ պետությունները կարող են սկսել վերահսկողություն հաստատել միջազգային ջրային ուղիների նկատմամբ եւ դրանք հայտարարել իրենցը։ Հորմուզի նեղուցը կմնա բաց, այն բաց կլինի այս կամ այն կերպ։ Հակառակ դեպքում Իրանը կբախվի իրական հետևանքների։ Թրամփը Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորման աջակցելու համար չի բացառում արաբական երկրներին դիմելու հնարավորությունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն է հրավիրված ճեպազորությունում հայտարարել այս մասին։ Հիշեցնենք, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ փետրվարի 28-ից սկսված պատերազմի ընթացքում Պարսից ծոցի արաբական երկրները բազմիցս ենթարկվել են զոհերով ուղեկցվող հարձակումների, իսկ Հորմուզի նեղուցի փակումն էր զգալի տնտեսական կորուստների։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հաստատել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի մինչև ապրիլի 6-ը Իրանի հետ գործարքի կնքման հասնելու մտադրությունը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հաջող բանակցությունների եւ խաղաղ կարգավորման մեծ հնարավորություններ են եղել։ Նա նաև նշել էր, որ ի պատասխան Թեհրանի խնդրանքի կարգադրել է 10 օրով մինչև ապրիլի 6-ը դադարեցնել երկրի էներգետիկ օբյեկտներին հարվածները։ Թրամփի նշած խնդրանքը Իրանը չէր հաստատել։ Տարեսկզբից մեր կենցաղը սպասարկող տարբեր շուկաներում սկսեց նկատվել գնաճ։ Պատճառները տարբեր են՝ գյուղատնտեսական արդյունավետ քաղաքականություն, տարածաշրջանային պատերազմ, միջազգային ճգնաժամեր եւ այլն։ Այս ամենը պետք է գոնե փոխհատուցվի տնտեսական աճով, այսինքն այդ աճը ապահովում է հավելյալ եկամուտների հոսքը դեպի մարդկանց գրպաններ։ Ըստ այդմ ստեղծում է ֆինանսական բուֆեր գնաճի ազդեցությունը մեղմելու համար։ Եվ ահա էկոնոմիկայի նախարարը հրապարակում է նախորդ 2 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները։ 2026 թվականի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7.4%-ով։ Աճ ունենք բոլոր ուղղություններով՝ արդյունաբերություն 17.2%, շինարարություն 20.5%, արտաքին առևտուր 9.3%, ծառայություններ 7.2%, առևտուր 3.3%։ Այս տվյալների մեջ կարևորագույնը արդյունաբերությունն է։ Արդյունաբերության աճը նշանակում է շատ աշխատող ձեռքեր, շատ աշխատավարձ, շատ զբաղվածություն եւ փողի շրջապտույտ։ Ծխախոտի արտադրատեսակները մոտավորապես 4%-ով անկում ունենք անկում կաշվի արտադրատեսակների արտադրության մեջ մոտավորապես 6%-ով, թղթի եւ թղթի արտադրատեսակների արտադրության մեջ մոտավորապես 16%-ով, ռետինա եւ պլաստմասի արտադրատեսակների մեջ մոտավորապես 14%-ով եւ այդպես շարունակ։ Այսինքն մենք ունենք հիմնական ներուժից բխող արդյունաբերության մեջ բավականին նվազում։ Իսկ այդ դեպքում ինչպես է արդյունաբերության ոլորտում 17%-ից ավելի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճ գրանցել նախորդ 2 ամիսներին։ Ենթադրվում է, որ այստեղ պարզապես իր խոսքն է ասել Հայաստանի համար 1 արտահանվող ապրանքը՝ պղնձի եւ մոլիբդենի հանքաքարը։ Հիշեք նախորդ տարի գործադուլով պայմանավորված հանքարդյունաբերություն Սյունիքում հանքարդյունաբերությունը կանգ էր առել եւ որևէ տեսակ արդյունահանում տեղի չէր ունենում։ Բնական է, որ հաջորդ տարի, այսինքն 2026 թվականի արդյունահանումը սովորական պայմաններով կատարելու դեպքում պետք է աճ արձանագրեր։ Այսինքն սա ոչ թե աճ է, այլ ուղղակի նախորդ տարի այլ հանգամանքներով պայմանավորված ունեցել ենք արդյունահանման դանդաղ։ Շինարարությունը +20.5% աճով ամենաբարձրն է եղել նախորդ 2 ամիսների։ Սա հիմնականում պետության կողմից ֆինանսավորվող ճանապարհաշինության եւ դպրոցաշինության, ինչպես նաեւ եկամտահարկի վերադարձի օրենքի կիրառման արդյունքում Երևանամերձ տարածքներում բնակարանաշինության արդյունքն է։ Աճել է նաեւ արտաքին առևտուրը 9.3%-ով։ Այստեղ էլ հարց է առաջ գալիս. նախորդ տարի բավականին մեծ էր Ռուսաստանից վերաարտահանվող ապրանքների հոսքը։ Հունվարի դրությամբ դեռևս արտաքին առևտրաշրջանառություն 12%-ով անկում է գրանցել, ընդ որում արտահանումը 14%-ով, ներկրումը մոտավորապես 11%-ով անկում է գրանցել։ Փետրվար ամսվա ընթացքում թե ինչ են ունեցել չեմ կարող ասել, տվյալները կհրապարակենք, կտեսնենք։ Չի բացառվում միանգամից ինչ որ ուղղությամբ, այդ թվում ոսկու ուղղությամբ կարող ուղղակի աճ գրանցել։ Այս ցուցանիշների մեջ կարևորներից մեկը առևտուրն է, որը նախորդ ամիսներին աճել է 3.3%-ով, բայց հենց սա էլ կարևոր ինդիկատոր է մասնագետների համար։ Սա ցույց է տալիս, թե գլոբալ հանրության լայն շերտերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քանի տոկոս ավելի առևտուր են արել։ Եթե մյուս ոլորտների աճը լիներ ներառական, այսինքն երկիր մուտք գործած ֆինանսը պտտվեր լայն շերտերի ձեռքում, ապա առևտրի աճը կլիներ ավելի մեծ։ Մարդիկ շատ են
Վաստակում ուրեմն շատ են ծախսում, ինչը մեր դեպքում չկա։ Արարատի մարզում Երևան-Երասմեղրի ճանապարհին Զոդի կամրջի մոտ բախվել են Օփելը եւ Արարատ բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապ օգնության մեքենան։ 4 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալն ու Արարատ բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապախումբը։ Նրանք տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն։ Հավաքվածների խոսքով շտապ օգնությունը Կանչո Բուժարուի տուն էր գնում։ Բախման հետևանքով էլ տեսնում եք շտապ օգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին եւ հենց երկաթե արգելապատնեշն է փրկե որ ավտոմեքենան չի գլորվել ձորը։ Մարտի 31-ին 44-ամյա Ինգան Նիսանով գայի պողոտա Թոթովենցի խաչմերուկում բախվել է 39-ամյա Արտյոմի Օփել Astra-ին եւ 53-ամյա Համլետի Toyota Corolla-ին։ Նիսանը մասամբ հայտնվել է Օփելի վրա, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, վարորդները եղել են սթափ։ Մարտի 29-ին Դիլիջան Վանաձոր ճանապարհին 32-ամյա Հովսեփը մետաղի ջարդոնով բարձված կամազ բեռնատարով կողաշրջվել է ու բախվել երկաթե պատնեշներին։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջան բժշկական կենտրոն։ Փրկարարծառայության Դիլիջանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները վարորդին դուրս են բերել մեքենայից, մոտեցրել շտապ օգնության մեքենային։